միջադեպին ազգային ժողովի նախագահ եւ քաղաքացու մասնակից։ Քաղաքացու, սորական քաղաքացի էր։ Ամեն դեպքում Քաղաքական գործը չէր։ Հա, բայց նկատի եմ քաղաքական գործի։ Հիմա դուք եք քաղաքացի, ես եմ։ Դե ուրեմն ասեք երկու քաղաքացիներ ինչ եք ասում ազգային ժողովի նախագահ եւ քաղաքացու։ Ուրեմն քաղաքացու եւ քաղաքացու։ Քաղաքացի Ավել Սիմոնյանի, որը նաեւ ԿՊ վարչության անդամ է եւ ազգային ժողովի նախագահ եւ ընդդիմադիր քաղաքացու միջև տեղի ունեցած։ Հա, քաղաքական գործ չի, հա։ Քաղաքական ձեր տնման քաղաքական։ Իմ պնդման չի, դուք չգիտեք, որ այդ մարդը քաղաքական գործ չէ։ Ոնց այդ մարդը անհետ կորացի հարազատ է։ Այդ մարդը անհետ կորացի հարազատ է։ Չէ։ Ազգային ժողովի նախագահի եւ ընդդիմադիր քաղաքական գործչի միջև տեղ ունեցած այդ միջադեպը ինչ է կարծում պետք է ազգային ժողովի նախագահի մասով ԿՊ-ում ըստ ԿՊ կանոնագրքի էթիկայի կանոնագրքի 4-րդ ենթակետի շրջանակներում քննարկման առարկա դառնա թե ոչ։ Նարեկ ջան, եկեք մեզ բանի միամիտի տեղ չդնենք, էլի։ Մարդ եկել հայոյել ազգային ժողովի նախագահ։ Վատ արի, բայց ուրեմն կգնաք, Իվարկյան, ուրեմն կգնաք, այդ ընդդիմադիր քաղաքական գործիչին կգտնեք, նախ կճշտեք իր կուսակցությունը կամ կազմակերպությունը էթիկայի կանոնակարգ ընդհանրապես ունի թե չունի, եթե պարզվի ունի, իսկ ես երաշխավորում եմ որ չունի, բայց եթե պարզվի որ ունի, կհարցնեք այդ ձեր էթիկայի կանոնակարգի ես ինչ որերորդ կետով ձեր վարչությունը բան քննարկել է, որ գնացել եք Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի նախագահին քրֆել եք։ Այդ հարցը Իվարկյան, ես նաև սպասում եմ, որ Ազատություն ռադիոկայանը մարդ կուղարկի այդ քաղաքական ուժի մոտ, կհարցնեն, մի 10 հատ հարց կտանք, ասեն ես միջադեպը քննարկելու եք թե ոչ։ Այդ ժամանակ կգաք ինձ ես հարցերը կտանք։ Ներողություն, ի՞նչ է նշանակում, չեք տեսել դուք այդ կադրերը։ Ես տեսա, քանի որ դուք հրապարակ օրաթերթից եք։ Ձեր օրաթերթի խմբագիրը մի քանի օր առաջ վկայակոչելով ինձ, որ ես խնդրել եմ եւ պահանջել եմ, որպեսզի հրապարակվի թե ով է ֆինանսավորում հրապարակ օրաթերթը։ Ասել է, բայց քո ինչ գործն է ով է ֆինանսավորում հրապարակ օրաթերթը, մենք քեզ չենք հարցնում, չէ՞ դու առողջական խնդիր ունես, թե չէ։ Ուզում եմ հրապարակավ հայտարարել այս պահի դրությամբ Փառք Աստծո, ես որևէ առողջական խնդիր չունեմ։ Հիմա խնդրում եմ, կասեք ով է ֆինանսավորում հրապարակ օրաթերթը։ Դա դες վերաբերում է, չէ՞։ Այո, դա ինձ վերաբերում է։ Դա ներողություն, ինչ։ Դրսի դες ֆինանսավորում է։ Չէ։ Իսկ ձեզ։ Ոչ, Իսկ ով է ձեզ ֆինանսավորում։ Ես կարող եմ հրապարակելով այնց ֆինանսավորում։ Ես աշխատավարձ եմ ստանում ազգային ժողովից, որը ինքնին որտեղ ես չգիտեմ ձեր կերպարը որտեղ է այդ փողը։ Ես չգիտեմ դուք ում ֆինանսավորումից եք հարկ մուծում կամ մուծում եք թե չեք մուծում։ Հիմա ես նույնիսկ չգիտեի որ դուք ստեղ եք լինելու։ Բայց ներողություն էլի, որ խնդրեմ կասեք ով է ֆինանսավորում հրապարակորը։ Գնացեք պատմեք, ոչ մեկ չի ֆինանսավորվում։ Ոչ մեկ ձեր եք աշխատում։ Դուք ինչ մահացեք դա։ Հրապարակական գործնական եք դա։ Չէ, գրանցված չեմ։ Ձրի եմ։ Ես օրինակ CVK-ի համար ոդկաստ եմ վարում ձրի, որ իրավունք ունեմ։ Դուք ձրի եք աշխատում հրապարակում։ Ով եք աշխատացնում եք ամոջար CVK-ի։ Իսկ դուք ձեր ուղեղը ում համար եք աշխատացնում եւ ում վճարում եք։ Մենք աշխատում ենք Հայաստանի Հանրապետության քաղաքացիների։ Ում փողով։ Ո՞ր է փող տալիս ձեզ։ Մի ներողություն, սա շատ կարևոր է, հարգելի գործընկեր, երբ որ ես պահանջում եմ հաշվետվողականություն, մի ասեմ ազգային ժողով, ինչ դղյակ, ես դղյակ չունեմ։ Ինչ է նշանակում, ում մասին է խոսքը, ով դղյակ ունի մեր թիմի։ Արետ Միզյանը դղյակ ունի, որտեղ է դղյակը։ Առանձնատունը դղյակ է։ Առանձնատունը դղյակ է։ Այսինքն դուք ուզում եք Այսինքն օրինակ դուք ուզում եք ասել, որ օրինակ Պապուս հայրը, որը աշտարակի շրջանի Արտաշավան գյուղից 1950-ականներին եկել է Երևան եւ իր եղբայրների հետ մեր երրորդ մասում ներկայումս գտնվող տունն է սարքել, սեփական տուն, առանձնատուն է, դա դղյակ է, հա։ Դու կարող ես Չէ, ասում դա տեղյակ է, Հայաստանում ապրող սիրելի բոլոր սեփական տուն ունեցողներ, իմացեք, որ այսուհետ դուք ապրում եք դղյակներին, բայց արդեն դուք անհետաքրքիր եք, դե եթե ես անհետաքրքիր եմ, խնդրում եք եք ասել։